Այս քարոզարշավի ժամանակ կնայեմ ես, տեսնեք ինչ ջերմություն է ժողովրդի։ Ընտրության ամսուտից հետո 170 աշյան կփոխվեն։ Քարոզարշավային օրերի մեջ Հայաստանի ամեն մի անկյունում այնքան սեր ու ջերմություն կա, որ մի ամբողջ տարի ու հետո չես գտնի ոչ մի տեղ։ Սերն անպակաս է, հոգատար վերաբերմունքը եւս։ Գյուղերում ու քաղաքներում շրջում են ժողովրդի հոգսերն ու սերին առած նրանց մասին մտածող քաղաքական ուժերը։ Մարդիկ էլ ինքնական թե ստիպողաբար գալիս են լսելու մեկին դուր է գալիս քաղաքական դեմքերի հավասարակշռված խոսքը, մեկ ուրիշին էլ միմյանց վարկաբեկելու, վիրավորելու, սպառնալու խոսույթը։ Լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի միջև ընտրություն կատարելու օրեր են, կանցնեն։ Տեսնես երեխեքի հետ բարե պատճել, մաճել, նկարվել բան, հենց այդ երեխու ծնողը ցանկություն ունենա Անդրեալին տեսնի, հնաց չկա Անդրեալին կփակեն հենց այո, որ օծ իրապորտով չի կրնա հասնի Անդրեալի մոտ։ Իսոնք իստակ դարձել են Բիբլիայի բանը։ Քարոզիչները, ինձ ժողովրդին ամեն ինչ խոսք ունեն, երկնքից օսկի, արզատ, ամեն ինչ թափիկը։ Մենակ խոստումներով չենի, բմբել է բերքրոշինեն ում է պետք, այ բալաջան։ Փորձված ու նոր ձևի տարբերանուններով կուսակցությունների հանդիպումներին քաղաքացիները աչքի ու ականջի պոչով հետևում, ծրագրերը լսում են հեռուստատեսությամբ ու սոցցանցերով։ Կուսակցությունները շատ են, ծրագրերն ու առաջարկները երբեմն համընկնող կամ հակառակը։ Հայաստանի քաղաքացին, եթե անգամ մերժում է բոլորին էլ, առաջնահերթ է երկրի համար խաղաղությունն ու կայունությունն է համարում։ Հակված եմ մի բանի, որ հայրենիքս ճիշտ ուղի ունենա, ճիշտ ապագա ունենա, երեխեքս, թոռներս, հակված եմ դրան։ Ուզում խաղաղություն եղնի, ամենակարևորը։ Մեկ ժողովրդին լավ է։ Ունենանք խաղաղ, ամենակարևորը։ Շատ բաների միջով անցանք, կուզենայինք խաղաղությունը ավելի ամրապնդվեր։ Խաղաղությունը բոլորն էլ ուզում են։ Խաղաղությունն առաջին հերթին, բայց զրույցներում գյումրեցիները կարևորեցին նաև կրթության որակի խնդիրը, որին այսօր ավելի քան մեծ ուշադրություն է պետք հատկացնել։ Հարցումների մասնակցած միջին ու ավագ տարիքի մարդիկ համեմատություններ էին անցկացնում իրենց ժամանակների դպրոցի ու կրթության հետ։ Լավ որակի դարձնել կրթությունը։ Ամեն դեպքում գիտության մարդկանց հնարավորություն տալ գիտությունով զբաղվել, բայց ոչ թե մտածել, թե ինչ աշխատեմ, ես հիմա իմ աշակերտներն ասում եմ, դուք պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն, ոչ թե առաջվա նման ասում են, ինչի մասին եք երազում։ Ես դա արդեն չեմ կարող ասել։ Երեխան ինչ որ երազում է, կարող է հետո չկարողանա իր երազանքով ապրի։ Ես կուզում նոր սերունդ տեսնել, կիրճ սերունդ տեսնել, ովքեր կարդան Արիստոտելին, Հեգելին, Կանտին, բոլոր աշխարհաքաղաքական են բաները, որ եղել են աշխարհում, գիտենան, հասկանան, ճանաչեն, իրենց իրավիճակը ճանաչեն։ Նախընտրական ծրագրերին այնքան էլ ծանոթ չեն, բայց ուզում են դրանցում գրված լինեն հիմնավորված իրատեսական առաջարկներ, որոնք կվերաբերեն Գյումրիի տասնամյակներով լուծում չստացած խնդիրներին։ Ամենից շատ գյումրեցիներն ուզում են քաղաքն ազատված տեսնել 38 տարի անց մնացած տնակներից, աշխատանքով ապահովված լինել են ուզում, որ շարունակ չլսեն երբեմն շահարկվող արտահայտությունը, թե Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ 38 տարի անցել է դեր տնակներում մարդ կան։ Ուշադրություն դարձնեն այդ տնակների ապրողներին։ Ամենակարևորը դա է։ 38 տարի չեմ բացակայել Գյումրուց։ Կուզեմ ծաղկած տեսնեմ, շինված, կառուցված, վերջապես ինչ բառերս են աշխատատեղերով արուստ, ժողովուրդը հետ կա, մաքուր, սադայրում գյումրեցին, լեննագանցին, հետ կա աշխատի, թև տիգուն կեղնինք, մեկս մյուսիս։ Աշխատատեղեր ամենակարևորը ստեղծել ժողովուրդը դուրս կերտան։ Խոստումներն ու ծրագրերն իրականացված տեսնելու ցանկությունները 5 տարին մեկ կրկնվում են, շատն են ներկայացնում, քիչ է իրականացնում, բայց միևնույն է ընտրողի մասնակցությունն է կարևորվում։ Ընտրության չգնալը եւս կարծիք ու կողմնորոշում է, բայց քաղաքացին հորդորում է խորհուրդ տալիս չլինել անտարբեր։ Իհարկե, դա բոլորիս է վերաբերվում։ Ոնց կարելի է ասել, թե ինչ որ մեկը չգնա, չմասնակցի, ուրեմն դա ինքը չի մտահոգ չէ մեր ապագայի համար։ Իհարկե ժողովուրդը անպայման պետք է մասնակցել։ Եթե կուզեն ազգը պարկավաճե, փոսերը լցվին, արդյունաբերություն, ձեռնարկություններ, ուժեղ բանակ, ուժեղ հայրենիք, ուժեղ երիտասարդություն, ֆինանսապես ապահովված, որ մագարոն կարտոլի մասին դատարեն մտածելուց։
Ամենակարևորը այս քարոզարշավի ընթացքում ժողովուրդը ծանոթանա ծրագրերին, նոր էշտա իր հանգիստ խղճով ընտրությունը կատարե, ինքիրա մեղադրե։ Մեծ 72 տարեկան մարդ եմ։ Եղել որ հիասթափը չեմ գնացել մասնակցել։ Բայց բոլոր դեպքերում իմի պետք է։ Մեզ պետք է ամեն ինչ անցած մենք ոտքի կանգնելու կարիք ունենք ազգովին։ Բոլորի սպասումները նույնն են՝ ունենալ անվտանգ երկիր, ուժեղ բանակ, աշխատանք ու տուն, առողջ հասարակություն ու կրթված սերունդ։ Նախընտրական օրերը կարճանում են, քաղաքական քննարկումները դառնում ավելի սուր։ Կարևորն արդյունքն է, որ կախված է ընտրողից։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։